Յոլչյան Production-ը ներկայացնում է Յոլչյան Production։ Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, տեղեկացնեմ, որ այսօր մեր նկարահանող խումբը այցելել է Վանաձորի Սուրբ Սարգսի անվան թիվ 31 մանկապարտեզ եւ իմ զրուցակիցն է մանկապարտեզի դաստիարակ, երկար տարիների փորձառու դաստիարակ Լուսինե Ավետիքյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք, ընկեր Լուսինե։ Շնորհակալ եմ, շատ լավ, դուք ինչպե՞ս եք։ Լավ, ընկեր Լուսինե, քանի որ մանկավարժի տոն է եւ մանկավարժներին պետք է անընդհատ մեծարել եւ մեր այս հաղորդման շրջանակներում մենք այս անգամ որոշեցինք այցելել թիվ 31 մանկապարտեզ, մեր շատ սիրելի մանկապարտեզ, իմ որդու մանկապարտեզ, ինչպես եւ տնօրենի առաջարկով եղավ, որ հենց ձեր մասին պատրաստենք հաղորդում։ Սկսենք հենց ամենասկզբից, չնայած ես ձեզ ճանաչում եմ շուրջ 30 տարի, բայց ինչու դուք որոշեցիք ընտրել դաստիարակի մասնագիտությունը։ Անչափ շնորհակալ եմ Լիլի ջան, ես սիրով ընդունել եմ հրավերը, անչափ շնորհակալ եմ ներկա գտնվելու քեզ հետ հարցազրույցում եւ շատ երկար տարիներ է, որ աշխատում եմ, արդեն 30 տարի։ Հետաքրքիր ձևով այս ամեն ինչը սկսվեց։ Ցանկացած մայրիկ, ով ունի մանկահասակ երեխա, երազում է այնպիսի աշխատանք ունենա, որ իր բալիկներն է գտնվեն իր կողքին։ Քանի որ ունեի փոքրիկ բալիկներ եւ երազում էի գտնել այդպիսի աշխատանք, հենց այդպիսի հնարավորություն է տվեց ինձ ընկեր Սոնյան, նա շատ վաղ տարիքում մահացավ, ցավոք սրտի, եւ նա փոխարինելու եկավ ընկեր Սուսաննան, մեր շատ սիրելի բազմավաստակ, մեր ընկեր Սուսաննան, եւ ինձ հնարավորություն տրվեց աշխատելու այս մանկապարտեզում, եւ քանի որ շատ սիրեցի այն աշխատանքը, ինչի համար մոտեցել էի այս մանկապարտեզ, ես որոշեցի ընդունվել եւ ավարտել Վանաձորի պետական պոլիտեխնիկական քոլեջի նախադպրոցական կրթության բաժինը եւ ստացա դաստիարակի որակավորում։ 30 տարի շուրջ աշխատում եմ այս մանկապարտեզում, իմ աչքի առաջ այս մանկապարտեզը դարձավ մի գեղեցիկ շատ հրաշալի օրան, որտեղ սկիզբ առնում եւ ավարտում փոքրիկ մանուկների, հազարավոր մանուկների մանկությունը։ Ընկեր Լուսինե, տարիներ առաջ պայմաններ չունեինք, հետո վերանորոգվեց, այսօր արդեն կեմանեի օրոք նաեւ դիդակտիկ նյութերով հարստացավ։ Այդ դժվար ժամանակաշրջանում դուք կրկին անդադար աշխատել եք եւ որակ չի փոխվել։ Որտեղից եք գտել այդքան ուժ, որ պայմանները ձեզ չի կոտրել։ Իսկ հիմա կարծես թե ծաղկուն կապրի մանկապարտեզը եւ նոր ոգով, նոր շնչով եք աշխատում։ Այո, դուք տարիների դժվարության եւ այսօրվա հեշտ Դուք ճիշտ եք, Լիլի ջան, քանի որ այո, եղել են տարիներ, կասեմ ես սարսափելի ծանր տարիներ, երբ չի եղել անգամ ջեռուցում, չի եղել ոչ մի հարմարավետ միջավայր երեխաներին ընդունելու, կրթելու, բայց մենք, ես եւ իմ ամբողջ կոլեկտիվը, ես բոլորի մասին հատիկ կարող եմ ասել, հիշել ընկեր Անուշին, ընկեր Սաննային, ընկեր Վալային, ընկեր Ժենյային, ընկեր Ռիտային, այո, ընկեր Ժաննային, մենք բոլորս մեծ սիրով ենք աշխատել, մենք սիրել ենք մեր աշխատանքը, նվիրվել ենք, նվիրումով ենք աշխատել, մենք ընդունել ենք բոլոր բալիկներին, այնպես ինչպես մեր բալիկներին կընդունեինք ու կպահեինք, կխնամեինք նույն ջերմությամբ, նույն գորովանքով, նույն սիրով, նույն քնքշանքով։ Միջավայրի տգեղ պատերը, անհարմարավետ, անհյուրընկալ պատերը երբևէ չեն խաթարել մեր մանկապարտեզի աշխատանքին։ Մենք միշտ աշխատել ենք, փորձել ենք հնարավորինս ամեն ինչ անենք, որ այստեղ երեխան զգա իրեն ինչպես մի հեքիաթում։ Այսինքն ստեղծել ենք այն գունագեղ միջավայր, այն գունագեղ տրամադրությունը գոնե, երեխաները այստեղ կրթվեն, ստանան գիտելիքներ, նախագիտելիքներ, որոնք կօգնի նրանց ուղղորդել դեպի դպրոց։ Ընկեր Լուսինե, ես լավ հիշում եմ, որ երբ որ խմբասենյակներում դրված էին վառարաններ, այդ վառարանի շուրջ քնի ժամին համախմբվում էինք բոլորս։ Այո։ Այսօր պայմանները այլ են։ Կհիշեք այդ տարիներից, այդ ջերմությունից մի հատված։ Ուրեմն այդ տարիներին կարելի է հիշել մի դրվագ, վառարանը ընդհանրապես չէր վառվում, որովհետև միշտ չգիտես ինչի, փայտը թաց էր, ոչ մի բան հնարավոր չէր արագ կազմակերպել այդ հարցը, ցուրտ էր, բնականաբար տհաճ էր, ծուխ էր, տհաճոտ էր։ Մի անգամ մենք ականատես ենք ընկեր Նայինեն փնտրում այն
խաղալիքներ եւ չի գտնում։ Դիմեց անոմորակույրին, անոմորակույր ուր է խաղալիքները միգուցե տեսել էր, ասեց վառարանի մեջ։ Մենք հայտնաբերեցինք այդ փաստը, որ երբ որ վառարանը չի վառում, մի հին հնամաշ խաղալիք հայտնվում է վառարանում, որպեսզի ջերմությունը ապահովենք։ Այն նման դեպքեր էլ են լինում, իհարկե հիմա ծիծաղում ենք, բայց այն ժամանակ ծանր էր պայմանները, ինչ խոսք, բոլորը շնորհակալ ենք ընկեր Սուզաննային, որ ինքը ամեն ինչ արեց, որ մեր մանկապարտեզը ծաղկի, ունենա հարմարավետ խմբասենյակներ, գեղեցիկ, լուսավոր, ջեռուցում եւ հիմա մենք Փառք Աստծո այո ունենք մի այնպիսի Խնդրում եմ թվարկեք ինքներդ թե այսօր ինչ ունենք խմբում նոր։ Լավ։ Տարիներ շարունակ աշխատել եմ ավագ խմբերի հետ։ Ինձ համար շատ հաճելի էր նրանց հետ աշխատել, ճանապարհել դպրոց, այն պահը, երբ պիտի ճանապարհեինք, շատ դժվար էր մեզ համար եւ կարոտել էի փոքրիկների հետ աշխատելու այդ ընթացքին, ես խնդրեցի, որ ընկեր Մանե, եթե հնարավոր է ինձ տրամադրեք կրտսեր խումբ, որովհետեւ ես այդ փոքրիկներին եմ ուզում սիրեմ, իրենց հետ եմ ուզում աշխատեմ եւ ընկեր Մանեն լսեց իմ խնդրանքը եւ այս տարի վերցրեցի կրտսեր խումբ Շնորհակալություն ընկեր Մանեին, մեր կրտսեր խմբին յուրահատուկ ուշադրություն դարձնելու համար։ Մեր խումբը կարելի ասել ամբողջովին համալրվեց, նոր վարագույրներ ձեռք բերեցինք անկողնային պարագաներ, սպիտակեղեն, ձեռք բերվեց գրենական պիտույքներ, ձեռք բերվեց խաղալիքներ, բազմատեսակ դիդակտիկ պարագաներ, որոնք մեզ անհրաժեշտ է շատ պարապմունքների ժամանակ երեխային ավելի յուրահատուկ ձևով խաղվարժանքներով սովորացնել ձեռք բերվեց հեռուստացույց, ձեռք բերվեց փոշեկուլ, ձեռք բերվեց ամանել լվացող սարք, որը խիստ անհրաժեշտ է։ Կարծում եմ յուրաքանչյուր մանկապարտեզի առաջնային կարևոր խնդիրը դա է, որպեսզի սպասքը լվացվի ավելի բարձր ջերմաստիճանում, ձեռք բերվեց գեղեցիկ սպաս, կապսեներ, բաժակներ, որոնք մեր երեխաների մոտ առաջացնում են գեղագիտական դաստիարակություն, գեղեցիկից օգտվելու, գեղեցիկը գործածելու, գեղեցիկը տեսնելու։ Ընկեր Լուսինե, ինչպես նաև տեղյակ եմ, ձեր իսկ պարագաներն են նաև ընկեմանեն տրամադրել, այսինքն ձեր մեթոդ միավորման այդ գրքույկները, որ միշտ համալրվեց մեթոդ կաբինետը, համալրվեց նոր պաստառներով, որոնք մեր պահապունքների համար անհրաժեշտություն են, նոր գրքերով, ուսումնամեթոդական գրքերով, ինչ անհրաժեշտ բոլոր գրենական պիտույքները, մատիտներ, գունավոր ներկեր, խոսքով պլաստիլին, ջրաներ, կան ինչ անհրաժեշտ է մեր կերպարվեստային գործունեությունը կազմակերպելու համար, բոլոր պարագաները։ Դուք ձեր խոսքում նաև նշեցիք, որ մի քանի տարի շարունակ եղել եք ավագ խմբի դաստիարակ։ Անընդհատ երեխաներին դպրոց ճանապարհել, կարծես թե բայց հետ գնացած լինեք կրտսեր երեխաների հետ աշխատելուց։ Արդյոք չդժվարացաք այս երեխաների հետ աշխատանքին, որովհետև հենց սկզբից երեխաները, որ գալիս են անընդհատ լացում են ու չգիտես ում հանգստացնես։ Այո, դա կա Լիլի ջան, բայց ճիշտն ասած, այն կարոտը ու սերը փոքրիկների հետ աշխատելու են, որ թոթովախոս գալիս են, չեն հասկանում ինչպես արտահայտեն իրենց հույզերը, չեն հասկանում ինչպես խոսեն քեզ հետ, ինչպես կիսվեն, անգամ են լացի բնույթը, այդ ամեն ինչը կարոտել է ես դրան Լիլի ջան, կարոտել է եւ սպասում էի սիրով, որ պետք է ընդունեմ նոր խումբ, բոլորովին դժվար չէր, մենք արդեն դրա մեջ կոփված, հղկված ենք, մենք գիտենք երեխաների հետ աշխատելու ձևը եւ այո, այս տարի զարմանս բոլորին, այո, մեր երեխաների մոտ ադապտացիոն փուլը շատ արագ անցավ, նրանք մի շաբաթ հետո արդեն սիրով գալիս էին, կփաստեն ծնողները, կփաստեն մեր մանկապարտեզի մյուս աշխատողները, որ այո, երեխաները սիրեցին պարտեզը, մենք ամեն ինչ անում ենք, ես եւ Վարդուշ մորաքույրը, ընկեր Անուշ, ընկեր Սիանուշը, հիմա բոլորի մասին կուզենամ ասեմ, բայց մեր աշխատանքը կազմակերպվում է այնպես, որ բոլորս մեր ներդրումը ունենք, մեր աշխատանքը իրականացնում ենք այնպես, որ երեխան այստեղ զգա հանգիստ լինի, գեղեցիկ իրերով շրջապատված լինի, իր օրը հագեցած լինի, գեղեցիկ տպավորություններ ստանա։ Այ ամեն ինչը շատ գեղեցիկ է, բայց նաև շատ կարևոր է, որ ծնողն իմանա իր երեխան սնվում է
ճիշտ է սնվում եւ էկոլոգիապես մաքուր է սնվում։ Կարծես թե շատ մեծ ուշադրություն է դարձնում նաեւ ընկերմանեն հենց սնունդի բոլոր կետերին։ Սնունդի մասով ինչ կասեք։ Այո, ընկերմանեն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում մեր ընտրված ճաշացանկին, ընտրվում է այնպիսի մթերքներ, այնպիսի ճաշատեսակներ, որոնք եւ հաճելի են երեխային եւ առողջությանը չեն վնասի, առանձնահատուկ ձևով ընտրվում է։ Ես շատ ուրախ եմ, ունենք ճաշացանկում այնպիսի տեսակ ճաշիկներ, եթե մի երեխան ցանկանում է ուտել այլ ճաշատեսակ, ինքը ընտրում է, այնպես որ կարելի է ասել ոչ մի երեխա քաղցած չի մնում անկապարտեզում, ճաշատեսակները իհարկե շատ համեղ են, ընտրված շատ ճիշտ մթերքներով, բանջարեղեն, մրգերը իհարկե բնականաբար ներառված են, հյութերը նույնպես, որոնք շատ կարևոր են երեխայի աճող օրգանիզմի համար։ Լուսինե ջան, խոսենք մի փոքր միջոցառումների եւ պարապմունքների մասին, քանի որ կրծեր խումբ եք արդեն, կրծեր խմբում է երեխաներ ինչ պետք է սովորեն ու այս նորարարական կրծերի վրա ազդում է թե չէ, ու ինչքանով է այդ նոր մեթոդիկան երեխաների համար այսօր հասանելի։ Չնայած հասանելիությունը դուք ինքներդ եք ստեղծում։ Բնականաբար հիմա ամեն ինչ փոխվել է, կրթության մեջ շատ նոր արարություններ կան, նոր մեթոդներ, նոր չափորոշիչներ, այդ ամենի մասին մենք լավ իրազեկված ենք, բոլորս անցել ենք վերապատրաստման դասընթաց, գիտենք ինչպես պարապմունք անցկացնել, ինչպես վարել, ինչ հետաքրքիր մեթոդներ ստեղծել երեխայի համար։ Հիմնականում ամբողջ միտքը այն է, որ երեխան խաղով սովորի ամեն ինչ, այսինքն պարտադրված չլինի ինչ-որ բան սովորել, այլ առանց իր կամքի ինքը խաղի մեջ մտնելով հասկանա, որ պետք է սովորի ինչ-որ բան։ Բոլորովին դժվար չի ինձ համար, երեխաները արդեն սովորել են, բավականին գիտելիքներ ունեն արդեն, ամեն ինչ անում ենք, որպեսզի երեխայի համար հեշտ լինի այստեղ, չպարտադրանք չկա բոլորովին, չենք ստիպում երեխային, որպեսզի երեխան այսինչ գործողությունը կատարի, այժմ այնպիսի փուլ է, որ թույլ ենք տալիս երեխան մի փոքր իրեն ավելի ազատ զգա։ Երբ որ երեխան շատ կսիրի պարտեզը, կսովորի մեզ, կհամակերպվի մեր միջավայրին, այդ ժամանակ մի փոքր անցում կկատարի, արդեն պարապմունքները կանոնավոր կատարելուն։ Ինքնասպասարկման հմտություններն ենք հիմա ավելի շատ փորձում ամրապնդել, երեխան սովորի ինքնուրույն կերակրվի, ինքնուրույն պատրաստվի քնի, ինքնուրույն հանվի, հագնվի, ինքնուրույն վերցնի իր թոռակը, այո, բարոյական կերպարներ ունենան երեխաները, սովորեն բարևել, սովորեն հրաժեշտ տալ, սովորեն շնորհակալություն հայտնել, սովորեն գեղեցիկ խոսել, սովորեն ճիշտ կազմել նախադասությունները, բառերը Երբեմն լինում է երեխաներ, որ այդ ամենը արդեն իմանալով են գալիս մանկապարտեզ։ Այո, ունենք բալիկներ, ովքեր արդեն բավականին բանիմաց են եւ այդպես են մուտք գործել մանկապարտեզ, բայց նաեւ դրա հետ զուգահեռ ունենք այնպիսի բալիկներ, ովքեր չունեն այդ հմտությունները եւ իրանց մոտ նոր պետք է ձևավորվի փուլ առ փուլ։ Աշճանաբար։ Այսօր մենք ունենք շատ մեծ խնդիր հենց հեռախոսների հետ կապված։ Ու ես գիտեմ, որ բարբերաբար դուք ծնողական ժողովներին կոչ եք անում, որ զերծ պահեն եւ ավելի շատ ժամանակ տրամադրեն երեխաներին, ոչ թե հեռախոսները տրամադրեն երեխաներին։ Բայց այնուամենայնիվ կրծեր հենց խմբից է սկսվում։ Նկատում եք, որ երեխաներ ունեն կախվածություն հեռախոսներին ու ինչպես եք կարող պայքարել դրա դեմ։ Անմիջապես երեխայի խոսքից հասկանալի է երեխան կապված է հեռախոսին թե ոչ։ Ազատ խոսք, ակտիվ բառապաշար ունեցող երեխաներ բնականաբար շատ քիչ են օգտվում հեռախոսից։ Երբ երեխան օգտվում է հեռախոսից, վերջ կանգ է առնում, հապաղում է նրա խոսքը, այսինքն երեխան ավելի շատ լսողի դերում է, ինքը չի խոսում եւ խոսքը չի բացվում։ Բնականաբար ազդում է նրա խոսակցական եւ բառապաշարն է շատ պասիվ եւ խոսքն է շատ կծկտուր, ձայնը նույնիսկ շատ ցածր են խոսում, ինքնավստահ չեն երեխաները, մայրիկները շատ անելիքներ ունեն։ Մեր երիտասարդ սերունդը մի փոքր հեշտին է ձգտում,
հեշտ է երեխային տալ հեռախոս եւ զբաղվել տնային աշխատանքներով, շատ հեշտ է, բայց մի կողմից պիտի նայեն, որ դա շատ ծանր է ազդում երեխայի վրա, շատ ծանր, որովհետեւ երեխան չգիտի իր անելիքը, երբ որ հեռախոսը դնում է արդեն, չգիտի իր անելիքը ինչ անի, հիմա իրականությունը այլ է, հեռախոսը այլ է, այսինքն երեխային պետք է սովորեցնել մի փոքր խաղալ, այդ խաղը, որ կար տարիներ առաջ երեխաների մոտ, հիմա բացակայում է, երեխան նույնիսկ խաղալ չգիտի, 3 տարեկան երեխան չգիտի խաղալ, նա միայն հեռախոսով խաղ գիտի, որևէ բան նայելու, հեռախոսի մեջ փնտրելու, այդ դա շատ վարժ կատարում է, բայց խաղալ երեխան չգիտի, այսինքն երեխան արդեն չի կարողանում համագործակցել իր ընկերների հետ, խաղալ միասին, դերեր ընտրել, դերեր բաժանել, խոսել, զրուցել, պատմել, այնինչ ինքը լսում է, պատմել չի կարողանում երեխան։ Բնականաբար մայրիկներ շատ անելիք ունեն, մանկապարտեզը բնականաբար ինքը անում է իր գործառույթը, ինքը սովորեցնում է պատմել, բայց եթե ծնողը չի համագործակցում մանկապարտեզի հետ, չունի այդ ճիշտ դաստիարակելու հմտությունը չունի ծնողը, տուժում է երեխան, ինքը արդեն միջավայրում կաշկանդվում է, բոլորը պատմում են, ինքը պատմել չգիտի, ինքը չգիտի ինչի մասին խոսի, ինքը չգիտի որևէ արտահայտություն անելու կամ բառապաշարը չի հերիքում, մեր ծնողներ շատ անելիքներ ունեն, մանկապարտեզի հետ համագործակցությունը իհարկե կտա դրական արդյունքներ, բայց պետք է նախ ցանկություն լինի, այդ ցանկությունը իրանք պետք է իրանց մեջ մշակեն, երեխայի մոտ զարգացնել, աշխատելու հմտությունը, ինչու՞ չէ, օգնել մայրիկին, օգնել տնային գործերում, դա չէ որ ապագա մեր աշխատող մարդն է ձևավորվում այդպես։ Ընկեր Լուսինե, 30 տարին մեծ ճանապարհ է, իսկ ունեք այնպիսի սերունդի երեխա, որ ձեզ իսկ սիրելով հենց ընտրել է դաստիարակի մասնագիտություն։ Չեմ լսել նման բան, Լիլի ջան, ճիշտն ասած, որ ընտրած լինի, բայց ավագ տարիքի երեխաների հետ երբ որ աշխատանք ենք իրականացնում, պատմում ենք մեր երազանքների մասին, ինչ մասնագիտություն կընտրենք, երբ որ մեծանանք, շատ բալիկներ ասում են, որ այո, ընկեր Լուսինե, մենք ուզում ենք ձեզ նմանվենք, մենք ուզում ենք դաստիարակ դառնանք, ուսուցիչ դառնանք, այնպես որ նման բաներ շատ լսել ենք, բայց ճիշտն է, անկեղծ ասած, այս պահին չեմ կարող հիշել այդպես դեպք, որ արդեն իրականացած լինի այդ երազանքը։ Այդ երազանքը իրականացել է իմ աղջկա կյանքում։ Ինքն էլ էր երազում մանկավարժ դառնալ։ Բայց պատասխանեք։ Այո, իմ աղջիկը ընտրեց մանկավարժի մասնագիտությունը, իհարկե ոչ նախադպրոցական հաստատությունում, այլ դպրոցում է աշխատում, ընտրել է այդ մասնագիտությունը։ Այնուամենայնիվ արմատներով փոխանցվել է։ Այո։ Ընկեր Լուսինե, իսկ ծնողների հետ աշխատանքի մասին ինչ կասեք։ Այսօրվա ծնողները մի քիչ ավելի խնդրահարույց են եւ ավելի շատ գիտեն իրենց իրավունքների մասին, քան պարտականությունների մասին։ Համաձայն եմ քեզ հետ, Լիլի ջան, դու շատ ճիշտ նշեցիր, որ այո, ավելի շատ պահանջատեր են մեր ծնողները, քան իրանք որևէ բան ուզում են անեն, բայց քանի որ մանկապարտեզում կա ճիշտ դրված կարգ, այսինքն ծնողը պետք է իմանա, որ ինքը պետք է լինի օգնողի դերում, մանկապարտեզին օգնողի դերում, ոչ թե պահանջողի դերում։ Ճիշտ է, իրենք ունեն իրենց իրավունքները, այո, պահանջել, որ երեխան այստեղ անվտանգ լինի, պահանջել, որ երեխան որևէ բան սովորի այստեղ, բայց երբ որ աշխատանք ճիշտ է իրականացնում, իրանք էլ են հասկանում, որ այո, մենք պետք է օգնենք, օգնողի դերում լինենք, ոչ թե պահանջողի դերում լինենք։ Մի փոքր աշխատանք ծնողների հետ, բնականաբար տարվում է այդ աշխատանքը ծնողական ժողովների ժամանակ, վայբերի խմբեր ունենք, որտեղ մենք դնում ենք ամբողջ տարվա կտրվածքով ինչ աշխատանքներ ենք տարվելու եւ ինչ աշխատանքների մեջ ներգրաված լինեն ծնողները, օգնեն մեզ, եթե ինչ-որ ձևավորման խնդիր ունենք, պատրաստվում ենք միջոցառման, օգնության կարիք ունենք իրենց, կամ ինչ-որ խնդիր է առաջացել մանկապարտեզում ունենք այդ խնդիրը, բնականաբար երբ որ ծնողին ներգրավում ես այդ աշխատանքի մեջ, նրանք այդպիսի բան չեմ հիշում, չեմ կարող իսկապես հիշել, որ ծնողը դրանից դժգոհի։ Միանշանակ նրանք սիրով ընդգրկվում են այդ աշխատանքների մեջ եւ համագործակցում ես հետ։ Ինչպես
հասկացա, դուք զբաղվում եք ոչ միայն երեխաների կրթելու հարցում, նաև կրթում եք ծնողներին։ Այո, երբեմն այդպես է ստացվում։ Այո, երբեմն մայրիկներ կան, որ ծանր են մոտենում այդ հարցին, երեխային պետք է թողնեն մանկապարտեզում, գնան, դժվար է իրենց համար։ Պետք է մոտեցում ցուցաբերել առաջին հերթին ծնողը ինքը վստահի մեզ։ Ծնողը ինքը հասկանա, որ սա շատ կարևոր մի քայլ է։ Ինքը պետք է հանգիստ իրեն դրսևորի, որպեսզի երեխան ինքը սիրով գա պարտեզ եւ տրամադրի երեխային մանկապարտեզի նկատմամբ մեծ սիրով, մեծ ջերմությամբ, մեծ քնքշանքով, գեղեցիկ բառերով նկարագրի, բա տես ինչ գեղեցիկ է մանկապարտեզը, տես ինչ սիրուն է, տես ինչքան խաղալիքներ կան, բա չէ որ այստեղ շատ բալիկներ կան, իսկ տանը մեծերի հետ ձանձրալի է։ Այն յուրաքանչյուր խոսքը կարող է մեծ հնարավորություններ ստեղծել երեխան հանգիստ գա։ Իսկ դա մենք սովորեցնում ենք ծնողին։ Ծնողներ կան շատ ցավոտ են տանում, վայ թողեցի մի րոպե հանգստացեք, ես ասում եմ մի րոպե հանգստացեք ու հասկացեք, որ ձեզնից է կախված երեխան ինչպես կհաճախի մանկապարտեզ, կսիրի արդյոք մանկապարտեզը, թե ոչ, քո ամեն խոսքից է կախված, երեխան ինչպես կընկալի մանկապարտեզը։ Ընկեր Լուսինե, բայց կարծես թե թաղամասը այնպեսին է, որ հիմնականում բալիկներ, որ գալիս են, արդեն գալիս են քույր եղբայրները։ Այո։ Արդեն պետք է սովորած լինեն եւ պայմաններին եւ հոգեբանական այդ աշխատանքին, մեր մանկավարժների ձեռագրին։ Այո։ Ունենք 4 դաստիարակ, 4 դաստիարակ ունեն իր ձեռագիրը, մեկը մեկից տարբերվող, իսկ թվում է ծնողները այդ ամենը նկատել են։ Ինչպես նշեցիր, այո, քույր եղբայրներ, նույնիսկ ունենք բալիկներ, ովքեր այնքան են մեծացել, որ նրանց բալիկն է։ Հիմա իմ խմբում, կրծեր խմբում ունենք այդպիսի բալիկներ, որոնք գալիս են, իրանց հայրիկն է հաճախել մանկապարտեզ, մայրիկն է հաճախել կոնկրետ ինձ մոտ, ընկեր Վարդշմորաքույրի մոտ, ընկեր Անուշին շատ լավ ճանաչում են բոլորը, այնպես որ, այո, այսինքն իրանց համար օտար չի էս մթնոլորտ միջավայրը, այս նախակրթանը կարծես բոլորի համար հարազատ լինի։ Չգիտեմ, կարող է շատ բարձր եմ հնչեցնում այդ խոսքը, բայց այո, քաղաքում սիրում են մեր մանկապարտեզը, գիտեն մեր մանկապարտեզի աշխատանքների մասին, գիտեն, որ այստեղ, այո, աշխատանքներ իրականացում են շատ բարձր որակով, շատ բարձր մակարդակով։ Ու կարծում եմ բոլորը շատ սիրով են գալի, եթե կա այնպիսի մայրիկ, որ ինքը մի փոքր դժվարանում է, իր համար մի քիչ այս պահին դժվար է երեխային բերել, բայց հենց առաջի պահ, երբ որ ինքը մուտք է գործում, տեսնում է բոլորի դեմքի ժպիտը, քնքշանքը, հոգատարությունը, ուշադրությունը իր երեխայի նկատմամբ, վերջ, արդեն մայրիկին այդքանը բավական է, ինքը վստահում է ու հետո բնականաբար մեր մեծ պատասխանատվության արդյունքում արդեն մենք տեսնում ենք, որ վերջ մայրիկն էլ հանգստացավ, բալիկը հանգիստ է, մայրիկը նույնպես։ Մեր ամբողջ թիմը աշխատում է այդ ուղղությամբ, Լիլիթ ջան, տնօրենից սկսած մինչև մեր անուն մորաքույրը, բոլորը աշխատում են ամեն ինչ անել, որպեսզի երեխան այստեղ իրեն լավ զգա, շրջապատված լինի, ջերմությամբ, սիրով, քնքշանքով, այն մեծ հոգատարությամբ, նույնիսկ ավելի շատ, քան տանը ես կասեի։ Այո, կան ընտանիքներ, որտեղ երեխայի նկատմամբ այնքան էլ ջերմ վերաբերմունք չեն տածում, ինչքան որ կարևոր է ու պետք է։ Դե ինձ թվում է այդ ամենը տնային հոգսերի ու գործերից ելնելով, հա, ծնողները ավելի շատ մտածում են գումար վաստակելու հոգսերի պատճառով, բայց չեն պատկերացնում, որ տարիները գնում են եւ իրենք կորցնում են այդ մանկապարտեզն էլ լրացնում է այն բացը, ինչը պետք է երեխային լիարժեք մարդ մեծանալու համար, լիարժեք ու լավ մարդ մեծանալու համար։ Պետք է մեր ծնողները հասկանան, որ այդ տարիները երբեք հետ չես բերի։ Ճիշտ է։ Այդ երեխաների հետ ժամանակը երբեք կարևոր է։ Մարդ ձևավորելու համար ծնողներ կան մտածում են կմեծանա աշճանաբար, բայց ոչ, ամեն սկսվում է հենց ծնված օրվանից, դաստիարակությունը սկսվում է ծնված օրվանից, երեխան ծնվեց վերջ արդեն, նրան պետք է դաստիարակել, սովորեցնել, ճիշտը սովորեցնել, երեխան հասկանա չարը, բարին, կարողանա տարբերակել, որպեսզի ինքը ու միշտ ոգևորել, երբ որ նա ընտրում է բարին, գեղեցիկը, կատարյալը։ Ընկեր Լուսինե ջան, ձեր խոսքից նաև ծագեց մի հարց, չարը եւ բարին։ Օրինակ մեր ժամանակաշրջանում մենք դիտում
դիտում էինք Նուպակացին եւ այդ ժամանակաշրջանի մուլտֆիլմերը, այսօր երեխաները դիտում են այլ մուլտիկներ եւ որտեղ չարությունը շատ է։ Խոսենք դրա մասին, միգուցե ծնողների շատերը լսեն ու գիտակցեն, թե ինչ են նայում իրենց երեխաները, թեկուզ ասում են մուլտիկ է նայում։ Շատ արդի թեմա շոշափեցի, Լիլի ջան, այո, ես կասեի, որ ծնողները ընտրություն չեն անում, ինչ են նայում իրանց երեխաները, եւ երբ որ երեխան հաճախում է մանկապարտեզ, նա վարքից արդեն հասկանալի է ինչ են նայում։ Երբ որ մենք մոտենում ենք անհատական զրույցների ժամանակ, զրուցում ենք այդ մայրիկների հետ, այդ ժամանակ նրանց ուշադրությունը գրավում է դա, ինչ է նայում իր բալիկը։ Դա շատ կարևոր է, որովհետև երեխաները այս տարիքում սիրում են կրկնօրինակել։ Կապ չունի, լավն են տեսնում կրկնօրինակում են, վատն են տեսնում կրկնօրինակում են։ Միշտ այդ վատ հերոսների արարքները իրենք այնպես արագ են ընկալում ու կրկնօրինակում են։ Եվ դա պետք է հասկանա յուրաքանչյուր ծնող։ Այսինքն իր երեխան կրկնօրինակն է։ Ինքը կրկնօրինակում է ինձ, կրկնօրինակում է իր մայրիկին, հայրիկին, տատիկին, պապիկին։ Դե յուրաքանչյուրս պետք է լինենք լավ օրինակ։ Նույնը հեռուստատեսությամբ, եթե մուլտֆիլմ է դիտում, մենք պետք է ընտրենք այն անմեղ գեղեցիկ հեքիաթները, որոնք որ նայել ենք մենք։ Ինչու՞ չէ, հիմա էլ կան շատ ուսուցողական հեքիաթներ, ուսուցողական հաղորդումներ, որոնք լավ տեսանկյունից են մոտենում։ Իրանք ճիշտ դաստիարակություն են երեխաների մոտ սերմանում։ Ուղղակի պետք է ճիշտ ընտրենք մի փոքր, այո, ժամանակ տրամադրենք, ինչ նայի իմ երեխան, ոչ թե ցանկացած ինչ տեսավ, բնականաբար չար ու վատ այսօր շատ է։ Հեղեղված է մեր ամբողջ համացանցը վատ մուլտֆիլմերով, վախեցնող, տրամադրող, չար արարքների դրդող, մութ, այո, պիտի ծնողը ինքը մի փոքր ժամանակ տրամադրի, այո, հսկի իր երեխան ինչ է նայում։ Չէ՞ որ այդ ամեն ինչը շատ վատ անդրադառնալու նրա աշխարհի մասին ինֆորմացիաներին, չէ, ինքը արդեն շատ նայելով դա անցալում է որպես իրականություն եւ ինքն էլ է մտնում դրա մեջ։ Ընկեր Լուսինե, ես նաև գիտեմ իմ սավակի ժամանակ, երբ նկարչություն էր ընկեր Ժաննան հանձնարարում, այդտեղ ինքը արդեն տեսնում էր երեխայի հոգեբանական իրավիճակը, թե ինչ գույներ են օգտագործում։ Ու շատ լավ հիշում եմ, չնայած արդեն իմ սավակի 9-րդ դասարան է, ընկեր Ժաննան ասեց շատ գունեղ է նկարում։ Ինչքան գունավոր մատիտ կա, Նարեկը օգտագործում է։ Իսկ այսօր կարծես մուզիկների այդ մուքը շատ է։ Իսկ այսօրվա երեխաները այդ գունեղը տեսնում են հենց ձեր նկարչական դասերի ընթացքում։ Այո, ուրեմն մենք իհարկե աշխատանքներ ենք անում, հենց կերպարվեստային պահապունքը ինքը հենց դրա համար է, որպեսզի զարգանա երեխայի գունազգացողությունը, այսինքն երեխան գույները ճիշտ ընկալի եւ ինքը հասկանա ինչ գույներն է իրան հետաքրքրում։ Նաեւ մանր մոտորիկան է իհարկե զարգացնում։ Մի քանի օր առաջ հանձնարարել եմ խնձոր պետք է ներկեն, կրծերիկներին դեռ ներկում են, իհարկե դրել են խնձորներ, դեղին, կարմիր, մի փոքր կանաչ եւ երեխաներ ունենք, որոնք ներկում են սև։ Եվ հետաքրքիր է, մոտենում եմ, ասում եմ, ինչի է սևը ընտրել, ինչու բա չէ, որ մենք պետք է ընտրեինք կարմիր խնձոր, դեղին խնձոր, կանաչ խնձոր, չէ, բա դու ինչու ես սևը վերցրել, երեխան, ոչինչ չունի ասելու, պարզապես իրան այդ գույնն է հետաքրքրում, այդ գույնն է ինքը ընտրել։ Դրա հետևում այո, թաքնված ինչ որ վախեր կան, թաքնված ինչ որ բաներ կան, որ պետք է մենք բացահայտենք ու իրեն ճիշտ ուղղորդենք։ Այսինքն ինքը ճիշտ ընկալի գույները եւ ինքն էլ փորձի այդ գեղեցիկ գույների մեջ լինի։ Այսինքն մենք մեր շրջապատում տեսնում ենք վատ բաներ, տեսնում ենք լավ բաներ։ Մենք երբևէ չկենտրոնանանք այդ վատ բաների վրա։ Վատ բաները մարդկանց ճնշող են, մարդկանց վատ տրամադրություն հաղորդող են, մարդկան պետք չի կենտրոնանալ։ Այո, կա, բայց մենք գիտենք այդ վատ բանը մեզնից հեռու է, երբ որ մենք ձգտում ենք լավագույնին, ձգտում են գեղեցիկին, ձգտում են գունագեղին, միշտ ասել եմ, այնպեսին լինի մանկությունը, որ միշտ լինի գունագեղ, հեքիաթային գույներով ու հրաշքներով լինի, մենք փորձում ենք երեխային ուղղորդենք։ Եվ այդ հեքիաթային գունեղ պատմությունը նաև հիշեցնենք եւս մեկ անգամ, որ այս տարի համաքաղաքային մանկապարտեզների հրաժեշտի երեկոն հենց Տիկին Մադոյանը նման գաղափարով շարժվեց եւ այդ հեքիաթը
փորձեց գոնե նմանատիպ օրինակով, ձևաչափով մեր ծնողների մեջ այդ մանկությունը արթնացնել։ Եվ մեր այդ ներկայացման, մեր այդ հեքիաթի մասին, մեր այդ գաղափարի մասին կուզեմ մի փոքր խոսեք ընկերություններ։ Այո, հրաշալի գաղափար էր, շնորհակալություն մեր Տիկին Մադոյանին, հրաշալի գաղափար էր, բոլոր մանկապարտեզները ներկայացան, ինչպես հիշում ես, յուրաքանչյուր մանկապարտեզ ներկայացրեց մեր կոկորդիլոս գենաներ եւ հաչի բուրաշկաներ, մենք շատ մտածեցինք ինչ անենք եւ առաջի բանը, երբ որ մենք հանձնարարություն ենք ստանում, հավաքվում ենք մեր ամբողջ աշխատակազմով եւ որոշում մեր թիմը ինչ անենք, ամեն մեկը իր մտահղացում, իր երևակայությունը, ինչ կուզեր տեսնել, ինչ երաժշտություն կարելի է ընտրել, ինչ գեղեցիկ հագուստ կարող ենք անել, որպեսզի բեմի վրա եւ գեղեցիկ նայվի եւ համապատասխան լինի այդ տարիքին, պարտադիր համապատասխան լինի, երեխան հասկանա ինքը ինչ է անում եւ իհարկե ընտրեցին գեղեցիկ հագուստ, գեղեցիկ աքսեսուարներ եւ մի հրաշալի համար ստացվեց, մենք ինքներս շատ ուրախացանք, աշխուժ, ակտիվ երեխաները շատ ուրախ էին, դերի մեջ էին մտել, ստացվեց համարը եւ ես կուզեմ նշել, որ ոչ միայն այս տարի, այլ նախորդ տարիներին եւս մենք մեծ պատասխանատվությամբ են դրան մոտեցել, մեր ամբողջ թիմը միշտ աշխատել է լինել լավագույնը։ Երբևէ միջակություն, մի օրինակություն չենք ընտրել, միշտ մտածել ենք ընտրենք լավագույնը, ավելի լավ։ Նման միջոցառումների, ինչպես նաև Սպորտլանդիաներում ենք մենք այո, միշտ հաղթող ենք դուրս եկել։ Այո, միշտ։ Դրանում ես ուզում եի նշել մեր ընկեր Սուզաննայի դրումը կա, որովհետև ինքը միշտ մեզ սովորեցրել է չընտրել այդ մի օրինակը, չընտրել, միջակությունը չընտրել, միշտ գնալ առաջ, միշտ լինել հաղթողի դերում, միշտ լինել առաջինը, լավագույնը, եւ ես կարծում եմ, որ դա ճիշտ օրինակ է, ես կարծում եմ, այո, մարդը, կոլեկտիվը, անձնակազմը միշտ պետք է դեպի լավագույնին ձգտի, որպեսզի աշխատանքը տեղից շարժվի։ Ընկեր Լուսինե ջան, պարբերաբար նաեւ լինում են պարգևատրումները, լավագույն ուսուցիչ եւ այլն։ Խոսենք ձեր շնորհակալագրերի մասին ու ինչ շնորհակալագրեր եք ստացել եւ արդյոք ինչքանով է կարեւոր հենց որ մանկավարժը գնահատվում է։ Չնայած ձեր թևավոր խոսքն է, որ ամենամեծ գնահատականը երեխաների փայլող աչքերն են, բայց այնուամենայնիվ Այո, այդ բոլորը շատ կարևոր է, երեխաների փայլող աչքերը, երեխաների ջերմ հայացքները, ժպիտող հայացքները, ծնողների գնահատականը ինչու՞ չէ, միշտ կարևորել ենք, որովհետև քո աշխատանքի առաջին գնահատական տվողը նրանք են, որ մոտենում են, երեխան այս ինչքան շատ բան է սովորել պարտեզում, այս ինչքան գեղեցիկ է արտասում, այս ինչքան գեղեցիկ է բարում, ինչքան լավ է երգում, այդ ամեն ինչը շատ կարևոր է, բայց շատ կարևոր է այո գնահատանքը, շատ կարևոր է, որովհետև դա շարժիչ ուժ է։ Բնականաբար, եթե քո աշխատանքը գնահատող չկա, այլ ինչու եմ ես աշխատում, հասկանում եք, այդ պահն է, միշտ հաճելի է լինել գնահատված, միշտ հաճելի է, որ քո աշխատանքը նկատում են, գնահատում են, ոգևորում են եւ նման գնահատանքների բնականաբար արժանացել ենք մեր պարոն Փելեշյանը ամեն տարի կարելի է ասել գեղեցիկ ծաղկեփնջեր, պատվոգրեր, մի խոսքով շնորհակալագրեր։ Իհարկե այդ ամեն ինչ շատ գեղեցիկ է, բայց նաև շատ պարտավորեցնող է։ Երբ որ քեզ հանձնում են այդ պատվոգիրը, դու էլ ավելի ես մտածում, այո, ես էլ ավելի պետք է աշխատեմ, ես ավելի ճիշտ պետք է աշխատեմ, ես ավելի պետք է սիրեմ իմ աշխատանքը, ավելի շատ պետք է նվիրվեմ, լավ արժանինքներ պետք է մեծացնեմ իմ բալիկներին, չէ որ իրանք են մեր ապագան, իրանք են ստեղծող են մեր հաջորդ սերունդը, իրանք են մեր ապագան ստեղծելու ու կերտելու եւ այդ միտքը, որ մենք մեր ապագայի սերունդն ենք կրթում, մեր ապագան ենք մենք մեր ձեռքերով կարողանում ինչ որ մի ձևով օգտակար լինել, դա էլ ավելի պարտավորեցնող է։ Ընկեր Լուսինե, եթե ունենայիք հնարավորություն ուրիշ մասնագիտություն ընտրեիք։
երբևէ չեմ մտածել դրա մասին։ Մի քանի անգամ եղել է, սիրում եմ գեղեցիկ իրեր պատրաստել իմ ձեռքերով, գեղեցիկի հետ, այո, առնչվել, անընդհատ մեկ-մեկ այդպիսի բաներ պատրաստելու ժամանակ ինձ թվում էր ինձ գրավում է, ես պետք է անընդհատ դրանով զբաղվեմ, բայց եղավ իմ կյանքում մի փուլ, որ հնարավոր է ես չաշխատեի, եւ այդ մի օրվա իմ ապրումները բավական էր, որ ինձ հուշեր։ Ես պետք է իմ գործը անեմ, ես շատ եմ սիրում պարտեզը, ես սիրում եմ իմ բալիկներին, իմ մանկապարտեզը, իմ սերունդը, այն որ գալիս են, գրկում են, մի հատ անկեղծ ասում են ես քեզ շատ եմ սիրում, անկեղծ փաթաթվում են, բոլորը շատ լավ հասկանում ենք, որ երեխաները մեծ չեն, որ դերասանություն անեն, նրանց ամեն ինչը անկեղծ է, այո, անկեղծ է, ամեն ինչը, այն գրկելը, այն գուրգուրելը, այն խոսքը, այն վերաբերմունքը, այն փաթաթվել, ամեն ինչը անկեղծ է։ Եվ երբ որ դու դա տեսնում ես ու հասկանում ես, որ այո, դու կարողանում ես վստահություններ շնչել, դու կարողանում ես սիրել ու սիրվել, ու այդտեղ արդեն մտածում ես, չէ, ես ճիշտ եմ ընտրել իմ մասնագիտությունը, երբևէ չէի փոխի։ Լիլի ջան, իսկ երջանիկ եք, որ ունեք նմանատիպ կոլեկտիվ, ղեկավար կազմ, բալիկներ, թորտիկներ, այս բոլորիս ընկելուսին է։ Այո, Լիլի ջան, ինձ միշտ համարել եմ երջանիկ մարդ։ Փառք Աստծո իմ կյանքում, այո, իմ ամուսինը, իմ բալիկները, այժմ արդեն 5 թորնիկների տատիկ եմ, իրենց սիրով, իրանց հոգատարությամբ շրջապատված, ես իրենց եմ շատ սիրում, նվիրվում, իրանք են նույն սերը ինձ վերադարձնում են, շատ սիրում եմ իմ աշխատանքը, իմ մանկապարտեզը, իմ աշխատակազմին, բոլորին հատիկ-հատիկ սիրում եմ, բոլորի բացակայությունը անմիջապես նկատում եմ, բոլորը այսպես մի բռունց դարած, կարծես մի ընտանիք լինի, սա ոչ թե աշխատավայր, այլ ընտանիք։ Այո, որովհետև իհարկե ընտանիքում հայտնվում ենք ժամը 5:30, կարող եմ ասել շատ հոգնած, այն ինչը որ դու ստեղծագործելու ես, ինչքան սեր նվիրելու ես, ինչքան լավ բառեր ասելու ես, կարելի է ասել, որ մենք այստեղ ենք անում այդ ամեն ինչը, իրար շատ սիրում ենք, ընկերմաններին ընդունեցինք մեզ որպես հարազատ, իրոք ջերմ սիրով ընդունեցինք, նոր երիտասարդ, եւ մեր մանկապարտեզի ծնողը է։ Այո, մենք նրան նոր չէինք ճանաչում, մեր սիրելի ծնողներից մեկն էր, մենք իրեն սիրով ընդունեցինք, նույն ջերմ հարաբերություններով շարունակում ենք աշխատել, ստացված է մեր կոլեկտիվը, այո, երբևէ որևէ խանգարող հանգամանք չի եղել։ Եթե լինում է, մենք այնքան նրբորեն ենք կարողանում այդ շրջանցենք, նրբորեն ենք կարողանում այդ ամեն ինչը հաղթահարենք, մենք բոլորս իրար շատ սիրում ենք։ Կենտրոնում սերն է։ Նաև ճանապարհորդությունները ձեզ ավելի ամրապնդեց։ Այո։ Հրաշալի օր ունեցանք։ Այո։ Եվ հոգևոր էր, եւ գեղագիտական էր, եւ գեղեցիկ էր, եւ այդ ամենի շնորհիվ նաև շատ ամուր անձնակազմ ձևավորվեց։ Ինչ խոսք, առօրյան հետաքրքիր է նաև դրսում, երբ որ շփվում ես կոլեկտիվի հետ, այլ տեսանկյունից ես նայում, այդ ձևով ես շփվում, բնականաբար մտերմությունը այդպես է ստացվում։ Ընկերուսին է, այ կոլեկտիվի ճանապարհորդությունը բնականաբար այլ բնույթ է ստանում, ավելի է ջերմացնում շատ ավելի ու շատ ժամանակ աշխատանքի խտության, ծանրաբեռնվածության պատճառով չեք կարողանում ովամեջ իրար հանդիպեք, ամենքը ձեր աշխատանքն է կատարում, բնավ, բայց ես գիտեմ, որ նաև կա ավանդույթ, ի սկզբանե դեռ նույնիսկ իմ որդու ժամանակ, որ մենք գնում էինք եկեղեցիներ, թատրոններ, թանգարաններ ու այդ ավանդույթը պահպանվում է։ Այդ դրա մասով ինչ կասեք, ինչքանով է կարևորում, որ դուք չեք բավարարվում այս 4 պատերի ներքո։ Այո, դե թանգարան տարագն, հեքիաթի տուն եք տարել ձեր բալիկներին։ Այո, էքսկուրսիաներ, նախագծեր, ավելի շատ կազմակերպվում է ավագ տարիքի բալիկների հետ, ովքեր իրենց հետ ավելի հետաքրքիր է, նրանք եւս դրսևորում են հետաքրքրությունը շրջայցերի ժամանակ, նման էքսկուրսիաների ժամանակ, բազմաթիվ անգամ կազմակերպել ենք իհարկե, ստացվել է մանկապարտեզի բալիկներին էլ ենք միշտ ներգրավել, այնպիսի տարածքներ, որտեղ բալիկ
բալիկները հնարավոր չեն, մենք գնացել ենք մեր կոլեկտիվով, իհարկե, այո, դա շատ մտերմացնող է, շատ ջերմացնող է, հարաբերությունները ավելի են մտերմանում, այն ինչ չի ստացվում այս պատերի մեջ, մենք կարողանում ենք այդ ձևով լրացնել, որովհետև իսկապես, ինչպես նշեցիք, շատ ժամանակ մենք չենք հասցնում հանդիպել, որովհետև երեխաների աշխատանքը, հետ տարվող աշխատանքը կատարվում է ամբողջ օրվա ընթացքում։ Դու պարտավոր ես լինել խմբասենյակում, հսկել նույնիսկ նրանց քունը։ Այնպես է ստացվում, որ երբեմն մենք հանդիպում ենք միայն տուն գնալու ճանապարհին, միայն իրար ստեսություն ենք ասում։ Այնպես որ այո, շատ հաճելի է այդ էքսկուրսիաները, շատ դրական մեզ լիցքեր են հաղորդում եւ մեզ ուղղորդում նորից ել ավելի լավ աշխատելուն, Լիլիթ ջան։ Ընկեր Լուսինե, քանի որ մեր հաղորդումը ձեր մասին է, ուսուցիչների, մանկավարժների մասին, նաև դուք ունեք հնարավորություն ձեր գործընկերներին բարեմաղթանք հղել, ինչպես նաև կրկին անգամ հարգելի հեռուստադիտողներ, շնորհակալություն հայտնենք տնօրեն Մանե Մամյանին, որ ընձեռնեց մեզ նմանատիպ հնարավորություն տվեց, որ կարողանանք շատերին եւ խնդիրների մասին բարձրաձայնել, ինչպես նաև ծանոթացնել, թե ովքեր են աշխատում մեր մանկապարտեզում, չնայած շատերը գիտեն եւ մանկապարտեզի մասին եւ քիչ չէ ձեր 30 տարիների անցած ճանապարհի մասին։ Շատ շնորհակալություն Լիլիթ ջան, քեզ շնորհակալ եմ մեր ընկեր Մանեին, որ ինձ հնարավորություն տվեցիք արտահայտվելու, հնարավորություն տվեցիք իմ կարծիքը արտահայտելու։ Ես ցանկությունս երևի կասեմ մեկն է, որ խաղաղ լինի մեր երկնակամարը, դա մեզ շատ մեր երկրի համար անչափ կարևոր է, մեր բալիկների մանկությունը ապահովելու համար շատ կարևոր է եւ նաեւ ես մի բան լավ գիտեմ, որ այն մարդիկ, ովքեր ընտրել են մանկավարժի մասնագիտությունը, ընտրել են դա մեծ սիրուց դրդված։ Այսինքն բոլորը գիտեն, այդ ինչ պատասխանատու մեծ աշխատանք են իրենք վերցնում իրենց ուսերի։ Այնպես որ այդ մարդկանց բոլորին մաղթում եմ, որպեսզի լինեն առողջ, լինեն հաջողակ, լինեն մեծ սիրով, մեծ ջերմությունով, գնան առաջ, կատարեն իրենց աշխատանքը, նրանք առողջ լինեն, ուրախ, երջանիկ, որովհետև դրանք բոլորը կարևոր հանգամանքներ են աշխատանքդ մեծ պատասխանատվությամբ կատարելու համար։ Այո, մեկը մյուսի հետ միանշանակ փոխկապակցված է։ Շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Ձեզ նույնպես մաղթում եմ հաջողություններ, սիրելի Լիլիթ։ Շնորհակալություն ընկեր Լուսինե, ձեր շնորհակալություն Մանե Մամյանին, շնորհակալություն մեր մանկապարտեզին, որ կա։ Ինչպես նաև շնորհակալ եմ այն մանկավարժներին, որ կրթել ու դաստիարակել են իմ զավակին։ Մնացեք բարյավ։ Շնորհակալություն, տեսություն։